Նրանք ապրում են մեր կողքին, ստեղծագործում են, կերտում են 21-րդ դարի հայ արվեստը, մենք նրանց չենք ճանաչում։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Արմեն Օհանյանի հետ ծանոթացանք 2012 թվականի աշնանը, Թիֆլիսում։ Ռուստավելի պողոտայի վրա գտնվող մեր հյուրատան պատշգամբում մի քանի գիշեր շարունակ խոսեցինք արվեստից, մարդկանցից, կյանքից։ Արմեն Օհանյանը մասնագիտությամբ փիլիսոփա է, 7 տարի շարունակ որպես ուսուցիչ աշխատել է սահմանամերձ գյուղերում։ Վերջի շրջանում ակտիվ զբաղվում է գրական գործունեությամբ։ Այս տարի լույս տեսավ նրա Կիկոսի վերադարձը գիրքը։ Արմեն Օհանյանը նաև զբաղվում է քաղաքականությամբ, հանրային կապերի մասնագետ է եւ այսօրվա իմ հյուրն է։ Լրջորեն երևի թե 3 տարի առաջ եկավ այդ գիտակցական որոշումը։ Դրանից առաջ էլ իհարկե գրել եմ, բայց 3 տարի առաջ մի պահ եկավ, որ հասկացա, որ սրտս կպայթի, եթե չգրեմ։ Ու սկսեցի գրել։ Եթե ասենք լավ նկարել իմանայի, կարող եմ նկարեի, եթե լավ, չգիտեմ, երաժշտություն զգայի, կարող եմ երգահան դառնալ։ Անընդհատ գալիս են ինչ-որ իրավիճակներ, այդ իրավիճակներին ոնց որ ռեակցիա ես տալիս, հա։ Հատկապես մինչև 30-ը ինձ մոտ տենց էր, կյանքը մի բան բերում էր, ես փորձում էի հակադարձել, մի բան բերում էր, ես փորձում էի հակադարձել։ Երևի 2008-ը բեկումնային եղավ, այն իմաստով, որ արդեն ռեակցիաներով չեմ ապրում, ավելի շատ ակցիա։ Ես ինքս եմ նախաձեռնողը, ինքս եմ իրավիճակը ստեղծողը, ոչ թե կյանքի ստեղծած իրավիճակներից դուրս եմ գալիս։ Իսկ այդ ժամանակ ավարտել է ԲՈՒՀ-ը, համալսարանը, իմ համար ոնց ասեմ, ահավոր ստորացուցիչ բան էր, որ ես պետքա գնամ բանակ, ինչ-որ մարդիկ, որոնք ինձ պատկերվում են որպես ասենք sense հրեշավոր ինչ-որ սալդատներ, հա, պիտի գոռան, հավսարս գազ, պարկի վեր կաց։ Ես մտածեցի, որ կմեռնեմ, ես չեմ կարա։ Ու օրենքը այն ժամանակ թույլ էր տալիս սահմանամերձ գյուղերում ուսուցիչներ էին ընդունում, վեր կացա գնացի սահմանամերձ գյուղ, մեղրի չեմ ափսոսում, ոչ մի կարծիք չեմ ափսոսում, որտեղ իսկապես շատ հետաքրքիր տարիներ էին ու մեծ կենսափորձ էր։ Ու այդ առումով էլ երևի կյանքում էլ շանս չի լինելու այդքան կարդալու, ինչքան այնտեղ։ Հետո ուսուցչի գործը այնպեսին է, որ անընդհատ ոնց որ ուսուցիչը պիտի ընթերցող լինի, էլի։ Ինքը շատ կարդացող մարդ պիտի լինի, կարդացած։ Մինչև հիմա ժողովուրդը ասում է, չէ՞, ասենք գնաց կարդալու, այդ նշանակում է, որ գնաց ինչ-որտեղ ուսանելու, ուսանող։ Այսինքն կյանքում երևի այդ երկու շրջանն է, հա, նպաստավոր դպրոցը, մեկ էլ ուսանողական տարիները, երբ որ մարդ հնարավորություն է ժամանակի առումով շատ կարդա։ Մեկ էլ երևի թոշակից հետո կլինի տես, այս սպասում եմ, տեսնենք ծերությունը, ասենք, տեսակ կանխավայելում եմ, էլի։ Կան ինձ համար քաղաքային կերպարներ եւ ոչ քաղաքային կերպարներ։ Ընդհակառակը ես sense որ նայում եմ, ասենք շատ մարդիկ, ովքեր ինձ համար հենց այդ քո ասած քաղաքայինն են, հա, իրենք մեծ մասամբ գավառներից եկած են, գյուղերից շատ բան եկած մարդիկ, որոնք ավելի ուսյալ են, ավելի կիրթ են, ավելի բանիմաց են, ավելի հասկացող են, քան ասենք թե երևանցի ասում են, խառոշի տղերքը, որ Երևանում Սիլաչիում ծնվել, ապրել, մեծացել են, բայց այսօրվա դրությամբ այդ իրենց երևանցիությունը ոչ մի կերպ չի երևում, երբ որ հարազատ քաղաքը հերնանիցում են բառից տուն իմաստով, իսկ իրանք եթե չեն ծառայում այդ հերանիցողներին, գոնե ասենք թե լուռումունջ ընդունում են եւ դրանով իսկ այդ լռելով իսկ արդեն նպաստում են, որ քաղաքը sense վարի գնա եւ գեղականացվի, հա, գյուղի վերածվի։ Այդ գյուղի քաղաքի տարբերությունը, երբ որ վերածվի, ի օգուտ քաղաքակրթության, հա, շատ մեծ բան տեղի կունենա Հայաստանում, որտեղ փոքր երկիր է, ասենք, հեչ պարտադիր չի, որ երկնաքերեր ստեղ լինեն, Երևանը Նյու Յորքի վերածվի։ Հələ Երևանը պատկերացնենք երկհարկանի սփռված, հա, ինչքան հնարավոր է տարածված մի քաղաք, որտեղ մի առիթով ասել եմ, պիտի կրկնվեմ,
մետրո կարող անստես հիմա ասենք բարեկամությունից իջնես ապարանում, որտեղ գնաս թանգարան, ինչ է պատահել, սա այդ մեծ տարածքները չեն։ Հայաստանի զարգացումը մոտավորապես այդպեսին եմ տեսնում։ Որտեղ այդ հստակ բանը չլինի, որ այս է գյուղը, այս է քաղաքը, որտեղ հիմա շատ հստակ է, երբ որ դու Երևանից դուրս ես գալի, գնում ես, ասենք, հենց Երևանին կապված մի գյուղ, միանգամից տարբերությունը, հենց ճարտարապետությունը, փողոցները, ամեն ինչով զգացում է։ Ավտար խոսքը միշտ էլ չգիտեմ, ես հիմա շատ մեծամիտ կնչի, ես ես սկսեմ ասել, վայ շատ լավ ընկալվեց, բայց ես հիմա ամեն ասողի լսող է պետք ասենք, եթե գտնում ես քեզ լսողին, լուսարանդ գտնում ես, ընթերցողից գտնում ես, ի վերջո այդ հանդիպումը կայանում է, որտեղ ինչ որ առումով գրականությունն էլ հանդիպման պես մի բան է, հա, այս օրինակ ես ու դու հանդիպեցինք, այդտեղ զրույցը ամենայն հավանականությամբ կկայանա։ Իրականությունն էլ տենց մի քիչ ուրիշ է իհարկե, բայց ամեն դեպքում այդ հանդիպման պահը շատ կարևոր է։ Երկու շաբաթ անընդմեջ բեսթսելեր էր համարվում, չնայած դա այն է ծիծաղելի, որտեղ այն տպաքանակների մասին է խոսքը, որ Հայաստան բեսթսելեր ունի, այսինքն 100 գիրք եթե ծախում ես շաբաթվա ընթացքում, ուրեմն բեսթսելեր ունես, մի քիչ անլուրջ է։ Ես պահի դրությամբ չեմ տենում, դե միջավայրը տեսնում եմ գրողներ կան, որ իրենց համար հստակ որոշում են կայացրել, որ մենակ գրելով են զբաղվելու, ուրիշ ոչ մի բանով չեն զբաղվելու, հա, իրենց հիմնական աշխատանքը գրելն է։ Այդ մարդիկ շատ մեծ խնդրեմ ունեն սոցիալական, այսինքն հնարավոր չէ ալ եկամուտ պիտի ունենաս ինչ-որ մի ձևով, որ կարողանաս գրելով ապրել։ Այս պահի դրությամբ չեմ տեսնում, բայց եթե մեծ տիրաժներ լինեն, քաղաքականությունը փոխվի, շատ հնարավոր է, ինչի՞ չէ։ Մեր կյանքի ռիթմը այնպեսին է, որ չգիտեմ, Հայաստան մարդ կարա լինի գրող, ձեռի հետ, ասենք թե հանրային կապերի մասնագետ, քաղաքական գործիչ, դասախոս ու հազար ու մի տեսակ բան։ Ուղղակի ռեսուրսի սակավության խնդիր կա, հասկանում եք, որտեղ քիչ ենք մնացել։ Ու այդ ամեն մեկից վրա մի քանի ֆունկցիա է շատ կարևոր ընկնան ոնց որ թե դու ստիպված ես ճարահայցել, պիտի սրանով ես զբաղվես, որտեղ բոլոր դաշտերում ինչ որ բան անելու, մի բան տեղից պոկելու, շարժելու կարիք կա։ Մարդկանց մեծ մասը ովքեր ինչ որ ունակություններ ունեն, մի քանի ոլորտներում ներգրավված են։ Հա, իմիջիայլոց դու էլ չէ, փաստորեն տես, համ լրագրությամբ ես զբաղվում, համ ֆոտոյով ես զբաղվում, համ, բոլորս էլ այդ վիճակում են։ Ինձ թվում է ամեն ինչ փոխկապակցված է այս աշխարհում, տենց բաներ չկան, որ անկապ, հա, լրիվ անկապ բաներ չկան, ամեն ինչ փոխկապակցված է։ Ֆրանսիայում էի մի քանի տարի առաջ, ընկերներից մեկի տանն էի, ուրեմն կինո անընդհատ հենց բանը մի քանի րոպե ասենք թե կրանը բաց ենք թողում, ջուրը որ ծորակը բաց ենք թողում, սկսում է այդ կինը պանիկայի մեջ ընկնել։ Փագեք, հալա մի քանի կաթիլ գնաց։ Մեր համար արտառոց է, չէ, որ այդ մարդը տենց խնայում է։ Ու ֆինանսական խնդիր չի, բան չի, ինքը բացատրում է, որ ասենք թե Աֆրիկայում ինչ-որ մի կոնկրետ երկրում երեխեքը մտածում ես, սրանք մարազմի մեջ են լրիվ, որովհետև ասենք քո Ֆրանսիայում բաց թողած ծորակը ինչ կապ ունի այն Աֆրիկայում, ասենք ջուր չունեցող երեխայի հետ։ Կարող է իրականում այդ կապը չունի, բայց ինչքան հետաքրքիր է, որ այդ մարդու մտքում այդ կապը կա։ Այստեղ այդ կապը ինչ-որ ձևով ինքը տեսել է։ Հիմա մենք երբեմն այդ խնդիրը ունենք, որ փոխկապակցվածությունը չենք տեսնում։ Ենթադրենք, չգիտեմ։ Ինչ որ մեկին բռնել են, ծեծել են, եսի ինչ են արել, խոսում ես այդ մարդը, դուք մի խոսացեք, եթե ոստիկանության գործը չի։ Չէ, եթե ոստիկանության գործն է, ոստիկանությունը այդ գործը չի անում, ուրեմն ասենք դու պիտի ինչ որ բաներ քո վրա վերցնես կամ պարտադրես, որ ինքը անի։ Այսինքն այդ կապերը հստակ են ու մշակույթի մեջ էլ է տենց, ասենք ինչի ենք մենք ասում, որ այսօր կեղծիքի մշակույթի մեջ է Հայաստանը հայտնվել։ Ցեղասպանության այդ տարելիցի հետ կապված նոր տեսահոլովակ էին արել, ահագին մեծ բուրըն քննարկում սկսեց, չէ՞։ Մենք ասում ենք գլամուրիզացիա է գնում ցեղասպանության, վերածեցին շոու բիզնեսի, էժանացրեցին։ Կարելի է ասել ու քննադատել, բայց նաև պետք է տենալ կապը։ Որտեղից է սկսում։ Ես հստակ տեսնում եմ, որ եթե դու երկրում ընտրություն ես կեղծում, դու այդ կեղծիքի մշակույթի հիմքն ես դնում։
Ոնց որ մի փոքր ստից հետո մի հատ էլ ես սուտ ասում, որ տակից դուրս գաս, մի հատ էլ ես ասում, ձնագնդի էֆեկտով այդ սուտը մեծանում է, դառնում մի հատ ստի թակավորություն, հա։ Դե բացատրեմ, որ A կետում արված սխալը, B կետում ինչ որ մի հատ այսպիսի հետևանք է ունենում, որ այդ կապը կա, ինչ անշանակում ոչ մի բան հնարավոր չի փոխել։ Դա ինչ ֆատալիզմ է, ասկի 19-րդ դարում տենց չէին մտածում մարդիկ, որ ոչ մի բան հնարավոր չի փոխել։ Իհարկե հնարավոր է փոխել։ Դե որոշակիորեն կա։ Ինձ ոչ մեկ չի գալիս ասում, այս գրի կամ այս մի գրի։ Հիմա խոսքի ազատություն ասելով ի նկատի ունենք, որ եթե ես դա գրեմ, քանի լրատվամիջոցը պատրաստ դա տարածելու, ասենք հանրային հեռուստատեսությամբ ես կարող եմ այսպես նստել եւ իշխանություններին քննադատել, թե ոչ։ Շատ դեպքերում իհարկե ոչ, որոշակիորեն ասենք մի փոքր բացվում է նախընտրական շրջանում, ու ձևականորեն հա ցույց տալու համար, որ ինչ որ նորմեր պահպանվում են ամեն դեպքում այդ կեղծ դեմոկրատիայի, պսևդոդեմոկրատիայի ֆոնն էլ պիտի ապահովվի։ Բայց իրականում խոսքի ազատությունը հենց այդ է, ես տենց եմ պատկերացնում, այսինքն եթե բոլոր կարծիքները թեկուզ հանրային հեռուստաընկերությամբ հնչելու հնարավորություն ունեն եւ օբյեկտիվորեն, հա, այդ դեպքում կարաս ասես, որ կա որոշակիորեն։ Այս պայդրությամբ չունեմ, ուրեմն չկա գլոբալ առումով։ Իմ գիրքը ազատության մասին է, որտեղ ես 7 երգ ունեմ, 7-ն էլ ազատության մասին է, բայց սիրո մասին էլ է իմ գիրքը, խաղաղության մասին է, բաց լինելու մասին է, անկեղծության մասին է, չգիտեմ, մտածելու հազար մի բանի մասին, չգիտեմ, ես տենց չեմ կարող ասել կոնկրետ ինչի մասին է իմ գիրքը, բայց գիտեմ, որ երբ որ ես գրում եմ, ուզում եմ, որ միջև վերջ չասեմ ինչ որ ուզում եմ ասեմ, հա, միշտ մեկնաբանելու տեղ թողեմ, միշտ Դա համար եթե տեսնես, ասենք ինտերակտիվ են, չէ՞, այնտեղ կան նաև ընթերցողների մեկնաբանություններ, որոնք շատ հաճախ տարբերվում են իրարից։ Միտից ձմեռով սառում ընկնում է ձների մեջ, կովը գալիս թրքում է վրա, փողում գնում։ Այս տիտը թրիքի մեջ տաքանում, սկսում է ծլվլալ, մեկ էլ կատուն գալիս է, փորում, հանում ածտին ու ուտում։ Հիմա այս նույն առակը երկու կերպ կարա մեկնաբանվի, հա, ինչ կցուցանի։ Մեկ, որ նա ով թրքում է քո վրա, պարտադիր չի որ քո թշնամին լինի, եւ նա ով քեզ թրիքից հանում է, պարտադիր չի որ քո ընկերը լինի։ Սա մի մեկնաբանություն։ Երկրորդը, եթե դու թրիքի մեջ ես, ձենդ մի քցի, բայց տաք է ու քեզ երջանիկ ես զգում, հա, ձենդ մի քցի գլուխդ քո համար սուսպուս մնա։ Հիմա տեսեք նույն իրականությունը Մենք նույն իրականության մեջ ենք ապրում, ասենք, ես ու հանրապետականը, ես ու, չգիտեմ, այն խաղացող երեխաները, բայց այդ նույն իրականությունը տարբեր կերպ է մեկնաբանվում։ Իմ կողմից, իրա կողմից, այն երեխայի համար լրիվ ուրիշ գույներ են, այն երեխան չի հասկանում, որ ասենք թե ինքը ապրում է մի երկրում, որտեղ վերջի 10 տարում 250,000 մարդ է արտագաղթել, որտեղ այդ իրան, որ ասեմ, առանձնապես չէ հասկանա։ Հիմա ասենք Հասունության խնդիր կա, ի վերջո այս հասարակությունը պիտի հասունան, հա, ու գրականությունն էլ, արվեստն էլ, ամեն ինչն էլ, բոլոր այդ արվեստային ջանքերն էլ ինչ որ չափով դրան են ուղղված, որի վերջո այդ իրականությունը որ կա, այնպես մեկնաբանվի, որ այդ մեկնաբանությունը նպաստի, որ այդ իրականությունը փոխվի, բարելավի, գնա դեպի լավը։ Իսկ այդ ունի մի հատ ցուցանիշ ընդամենը Դա ասենք ոչ մի տնտեսական թվեր չեն, ոչ մի բան չեն, դա ներգաղթն է։ Եթե վաղը դու կարողանաս ապահովես, որ այդքան մարդ որ 10 տարում գնաց սկսի վերադառնալ, ուրեմն դու հասել ես քո նպատակին։ Այդ Մարիոն լրիվ ուրիշ պատմություն է, այդ վերջին հերոսի մասին կամ հերոսի մասին ընդհանրապես իմ մտորումները ով է մեր ժամանակների հերոսը, հա, տենց մարդ կա, որտեվ ապա հերոսացրեցին, ասացին, որ ոչ մեկն էլ հերոս չի, հա, հանեցին, չգիտեմ, Լենինի արձան, մարցան ամեն ինչ շպրտեցին մի կողմի վրա, այն հին հերոսները գնացին, նորերը որ պիտի գային, թվում էր թե ազգային հերոսները պիտի լինեն, ասենք մի պահ Անդրանիկի մասին էր երգերը բամա, հետո այդ պատվանդանը, որ բաց է մնացել հանրապետության հրապարակում, ի վերջո ինքը պիտի մի բանով լծվի, որովհետև պիտի հասկանաս չի կարա առանց հերոս
ապրի, ասենք թե ազգային պետությունը, որտեղ դա իր համար ինչ որ առանցքային բան, բայց հերոսը կարևոր չի որ մարդ լինի, կարա ուղղակի արժեք լինի։ Հիմա ասենք Նժդեհը եթե պիտի գա այդ պատվանդանին, ես դեմ եմ։ Եթե պիտի բերեն այն ծառը տնկեն, որի ասենք այդ ծառը տեսել ես երևի, հա, որ ալամ աշխարհի բոլոր ազգերը հայ ժողովրդից են սերում, ասենք այդ էլ մի քիչ ծիծաղելի է, էլի։ Ու այդ Մարիոն ուղղակի տենց տարբերակ էր առաջարկելու, որտեվ ես չեմ ասում Մարիոյի արձանը տանեն կանգնացնենք, բայց այդ բացի վրա ուշադրություն բևեռելու, որ մարդիկ սկսեն դրա մասին մտածել ուղղակի։ Նժդեհի արձանին դեմ եմ, որովհետև Լենինի արձանին էլ էի դեմ։ Հիմա իմ կարծիքով կուսակցության գաղափարական հայրը, իսկ իրենք համարում են, որ իրանց գաղափարական աստվածը Նժդեհն է, հա, չպիտի կանգնած լինի հրապարակույ պատվանդանի վրա։ Նույնիսկ ազգի հայր չպիտի լինի, ասենք Հայկ Նահապետի արձանը, ուր մնաց թե կուսակցության։ Այդտեղ պետք է լինի լրիվ ուրիշ մի բան, այսինքն Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ։ Մեկ-մեկ թվում էր, որ մենք նույն բանն ենք անում ամենտեղ աշխարհում նստած, հա, որ նույնական ենք, բայց պարզվեց, որ մենք շատ տարբեր բաներ ենք անում։ Բայը նույնն է, ես էլ եմ գրում, ինքն էլ է գրում, բայց իրականում մենք շատ տարբեր գործեր ենք անում եւ ես դրանում համոզվեցի, երբ որ անցած տարի Դեբյուրեն տենց մի հոլանդական կայք կա, ինքը գրքի մայրաքաղաքի շրջանակներում պատմվածքներ էին պատվիրել գրողների Երևանի վերաբերյալ։ Ես Ռադիո Երևան պատմվածքը գրեցի ներկայացրեցի, Արտյոմ Կարբոսկանյան իր պատմվածքներ կա հիմա դրած, միջայց մտեք նայեք Citybook, չեմ հիշում Citybook, ինչ Citybook Project, եթե փնտրեք ինտերնետում կգտնեք։ Ու ինչ հետաքրքիր է, որ պատմվածքը թարգմանվեց հոլանդերեն, այնտեղ ուրիշ լեզուներով էլ պիտի թարգմանվի։ Իրանք չհասկացան ընդհանրապես ինչի մասին էր։ Չնայած շատ լավ թարգմանիչ էր թարգմանողը ու ջանադրաբար թարգմանել է։ Շատ անգամ քո խնդիրները այնքան վաղուց իրանց կողմից հաղթահարված խնդիրներ են, որ իրանք ուղղակի զարմանում են։ Որ քաղաքականությունը իմ մեջ չմտնում։ Այսինքն տենց թեվավոր խոսք կա, չէ՞, եթե չես զբաղվում, քաղաքականությունն է քեզ մեզ զբաղվում։ Այս ամբողջը այդ ենք խոսում, որ այսօր եթե իսկապես ուզում ես մի բան տեղից շարժած լինես, փոխած լինես, մենակ քո ոլորտում ինչ-որ բան անելը քիչ է։ Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Որտեվ նույնիսկ քո ոլորտում դու ռադիկալ փոփոխություն անելու համար ի վերջո գնում հասնում ես, հիմքում տեսնում ես, որ քաղաքական խնդիր կա։ Հիմա նույն մշակույթը եթե վերցնենք, տեսնում ենք, որ մշակութային քաղաքականությունը այս երկրում տարիներ շարունակ նպաստում է, որ այդ ռեպրեսիվ մշակույթը ամրապնդվի, իսկ այն ամենը ինչ որ ազատական է, բաց է, ազատագրողը ընդհակառակը լուսանց կգցվի, մարգինալացվի։ Դա է, քաղաքական պատասխանատու կա երկրում ի վերջո դրա համար, մշակույթի նախարար կա, անընդհատ պետքա կամ ինքը պիտի բարի լինի թողի գնա ու դու գաս իր տեղը այդ հարցը վերջնական լուծես, կամ եթե չէ իրան անընդհատ ստիպես, որ փոխի։ Դե օգուտը այն է, որ ասենք 6 տարի առաջ այս հաղորդումը լայմով չէր գնա, չնայած հիմա էլ եմ կարծում, որ քեզի շատը կփրկվի ու չի գնա, բայց ամեն դեպքում։ Իսկ այսօր կարա ինչ որ մասը գոնե գնա։ Այսինքն այդ ինչ որ չափով նաև ձեռքբերում է։ Լավ, բայց մի լավ նոտայի։ Հա, չէ, Պրոբլեմը տղեկն են, մոռացա։ Այդ կարակ չտակ, եթե բայց պիտի պատմեմ։ Դες մի հատ անեկդոտ կար, երկու պարվաբոզ երևանցի խոսում են, ասում են. «Սիրուշ, բայց դու հիշում ես մեր ջահել վախտերը ոնց որ մենակ ես ու դու ենք Ու դες քան շատ դրա։ Հիմա ասեք պրոբլեմ տղեկն են, մի քիչ շատացել են, պիտի կամ վերադարձիրակվեն կամ բանտերում հայտնվեն, չգիտեմ, այդ պետքա մտածել։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։